Արտաշատցիներ ջան, բարև ձեզ։ Քանի որ արտաշատցիները սիրում են հաշվել, ես պետք է սկսեմ հենց կոնկրետ հողի վրա փոփոխություններից։ Ինչ է տեղի ունենալու, երբ մենք արթնանանք մի երկրում, որտեղ երկրի առաջնորդը Սամվել Կարապետյանն է։ Ինչ է փոփոխվելու մեր երկրում։ Սկսենք։ Առավոտ մենք զարթնում ենք, այո, առավոտ մենք զարթնում ենք, եւ եթե մենք ունենք փոքրիկ կրպակ, նամակ ենք ստանում, որ մենք այլևս շրջանառության հարկ չենք վճարում։ Փոքր բիզնեսը ազատվում է արտաշատում Հայաստանի բոլոր շրջաններում հարկերից։ Երկրորդը, եթե մեր հարևանի տղան գնում է բանակ, իր ընտանիքը ստանալու է ամսեկան 40,000 դրամ աջակցություն, որպես բանակ զորակոչված զինվորի ընտանիք։ Ինչու է ընտանիքը ստանում, ինչու զինվորը չի ստանում, որովհետև բանակում, զորամասում, դուք էլ գիտեք, կարող է խնդիրներ լինել այդ մեծ գումարների մեջ։ Ավելի լավ է ընտանիքը ստանա։ Երրորդ, դուք ապրում եք Արտաշատի կողքը, օրինակ Ոստան գյուղում։ Ունեք այգի, աճեցնում եք միրգ, բայց ամեն տարի մրգի գինը փոփոխվում է։ Դուք առավոտ արթնանում եք, տեսնում եք, որ տարվա մեջ ունեք գին, որով ինչքան արտադրեք, այդքանով կծախեք ձեր միրգը։ Գումարն էլ պետության երաշխավորությամբ մեկից կստանաք։ Այսինքն չեք սպասի գումարին եւ կարիք չեք ունենա գումարի համար, գնի համար մարդկանց հետ այդքան երկար եւ բարդ խոսակցություն ունենալ, գները չեն ընկնի։ Երիտասարդները ինչ կունենան։ Ամուսնացել են, ցանկություն են հայտնում տուն ունենան։ Երիտասարդը հնարավորություն կունենա ամուսնության վկայականը ցույց տալուց հետո տուն գնի վարձակալության գնով։ Այսինքն, ամիսը, եթե արտաշատում վարձակալությունը 60,000 դրամ է, 80,000 դրամ է, 100,000 դրամ է, նույն գնով դուք հնարավորություն կունենաք հիպոթեկով տուն գնեք, բայց 10 տարի հետո տունը մնում է ձեզ։ Եթե ընտանիքը մի քիչ հավեսի անկել, մեծացել է եւ 4-րդ երեխան ունի, եւ մոտենում է 5-րդ երեխայի ժամանակը։ Ինչա տեղի ունենում։ Բոլորը շնորհավորում են, քանի որ այդ ընտանիքներն են մեր ազգի թվականակը շատացնելու, այդ ընտանիքներն են մեր ապագան, բայց մենակ շնորհավորանքով չենք բրծնում, որովհետև մինչև հիմա մենակ իրար շնորհավորում ենք, ոչ մի հողի վրա բան չի լինում։ Ուրեմն տուն գալիս է հավաստագիր մայրիկի անունով, որ դուք արդեն ունեք բնակարան Հարսի անունով, Հարսի, ոչ թե Կիսուրի։ Ապրեմ։ Ինչու ենք սա անում, որովհետև 5 երեխա մեծացնելը մեծ գործ է, դժվար գործ է, շատ մարդիկ, ես մարդ եմ տեսնում, ով 7 երեխա ունի, ում հետ նոր խոսացել ենք, ողջունում եմ քեզ։ Եվ պետությունը պետք է բնակարան նվիրի, աջակցություն անի, դա է մեր երկրի կարևոր հարցը։ Ինչ վերաբերվում է աշխատանքին, կասեք, բա լավ, այդ սաղ լավ է, բա աշխատանքը ուր ենք աշխատելու։ Արտաշատը այս մեր Հայաստանի ամենաբերի հատվածներից է։ Երբ որ ասում ենք արտաշատ, նշանակում է բերք։ Երբ որ ասում ենք Արարատյան, ընդհանրապես հովիտ, ասում է բերք։ Այդ բերքը պետք է միտը վերամշակվի։ Լինում են տարբեր արտադրություններ, տարբեր գործարաններ, որտեղ վերամշակվելու է բերքը եւ արտահանվի դուրս։ Հիմա էլ կա, բայց մի հատ է, մի գործարանա կամ երկուս։ Լինելու են շատ։ Ու դուք կամ հիմնելու եք, կամ մասնակցելու եք, կամ աշխատելու եք, որպես հաշվապահ, որպես օֆիսային աշխատող, ով ցանկություն կունենա, արտադրության մեջ, ով ցանկություն չի ունենա, այլ գործով, լինելու է աշխատանք, որովհետև այս ամբողջ բերքը մենք ուղղակի չենք արտանելու, վերամշակելու ենք եւ արտահանենք։ Հիմա փակում ենք աչքերը, նու կարանք բացենք, բայց պատկերացնում ենք, որ փակում ենք։ Ու հետ ենք գալի հիմիկվա Հայաստան։
Վարչապետը ջղայնացած գնում է, բռնում է, ասում է տարեք բերդ, տարանը տղուն։ Մյուսին տարեք, տարան։ Կռվում ենք իրար հետ, քաշքշում ենք իրար։ Մարդիկ երեխա են ունենում, չգիտեն ոնց իրանց կյանքը դասավորեն։ Ամուսնացնում է երեխային, տղային, աղջկան, չգիտի ոնց տան հարցը լուծի։ Միևնույն ժամանակ ազգային ժողովում տեղի են ունենում մարտեր։ Իրար ջախջախում են այնտեղ։ Բայց մեր կյանքը մի քիչ չի լավանում դրանից։ Որ Հայաստանում կուզենք ապրել։ Շնորհակալ եմ Արտաշատցիներ ջան։ Բոլորս դեպի ուժեղ Հայաստան։ Պետք է բայց աշխատենք։ Մեր հայրենակիցներն էլ պատմենք։ Այս Հայաստանը պետք է ուժեղանա։ Մեր Հայաստանը այս ամեն հողի կտոր ոսկի է։ Պետք է ուժեղանա, ոսկին ոսկի սարքենք։ Իրար հետ պետք է այդ անենք, խոսենք ձեր շրջապատի հետ, լուծենք մեր երկրի այս հարցը, լուրջ առաջնորդ ունենանք։ Շնորհակալ եմ ձեզանից։